Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու եւ Հայաստանի Հանրապետական Կուսակցության parlamentakan խմբակցության, պատիվ ունեմ խմբակցության նախաձեռնած ազգային ճգնաժամի եւ կառավարչական ձախողումների մասին ազգային ժողովի հայտարարության վերաբերյալ լսումների մասնակցելու համար։ Հաշվի առնելով օրերս տեղի ունեցած ողբերգական դեպքը, առաջարկում եմ մեր աշխատանքները սկսենք 1 րոպե լռությամբ։ Շնորհակալություն։ Այս լսումների կազմակերպման դրդապատճառը մեր երկրում կառավարիչների հակապետական գործողություններին հակազդելն է։ Այսօր մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը մեկ վայրում կարողանան քննարկել գործնական լուծումներ, թե ինչպես կարելի է հասնել իշխանափոխության։ Մեր առաջարկած տարբերակի վերաբերյալ հիմնական զեկուցող պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ավելի մանրամասն կներկայացնի եւ մենք ակնկալում ենք շահագրգիռ քննարկում։ Կարծում եմ, որ առաջին հերթին հենց մենք ընդդիմադիրներս ակնկալելով լայն հասարակական կոնսոլիդացիա պիտի օրինակ ցույց տանք մեր համախմբվելու եւ մեկ գաղափարի շուրջ ուժերի ներածի չափով ու մի քիչ ավել պայքարելով։ Լսումների նախապատրաստական փուլում Հանրապետական կուսակցությունը իրականացրել է հանդիպումներ, կոնսուլտացիաներ արտախորհրդարանական ուժերի հետ ապահովելու համար ընդդիմադիր դաշտի ամբողջական ներկայություն եւ ներկայացվածություն։ Լսումներին նախորդող շրջանում կառավարիչները եւ ազգային ժողովի իրենց կողմից նշանակված մարդիկ ամեն կերպ փորձել են խոչընդոտել լսումների կազմակերպումը։ Նախ սկսենք նրանից, որ շուրջ 300 հոգի ցանկություն է արտահայտել մասնակցել լսումներին, գրանցվել էր, իսկ դրանցից հաստատվել է ընդամենը 160-ի ներկայությունը։ Բան, որը երբեք չի եղել ազգային ժողովի պատմության մեջ, միշտ լսումների ժամանակ ավելի մեծ թվով մարդկանց էին ներս թողում մասնակցելու, բայց մենք այդ խոչընդոտներին սովոր ենք։ Չասեմ էլ, որ մինչ այդ առհասարակ փորձում էին մերժել եւ չտրամադրել լսումների հնարավորությունը, բացարձակ իրականության հետ կապ չունեցող պատճառաբանություններ բռնելով։ Բայց այնուամենայնիվ մեր նպատակին մենք հասել ենք ու վստահ եմ, որ կունենանք արդյունավետ աշխատանք։ Վստահ եմ, որ այդ խանգարելու մոլուցքը, մոտեցումները շարունակվելու են նաև այսօր։ Փորձելու են խոչընդոտել եւ խնդրանքս կամ առաջարկս հետեւյալն է։ Ելույթների ժամանակ պահպանել կոռեկտությունը ոչ թե այն պատճառով, որ իրանք դրան արժան են, այլ այն պատճառով, որպեսզի առիթ չտանք այս լսումների խոչընդոտներ ստեղծելու։ Մենք աշխատելու ենք հետևյալ տրամաբանությամբ։ Սկզբում կլինի հիմնական զեկույցը, որտեղ կներկայացվի հայտարարության տեքստը եւ մեր պատկերացումները գործընթացի մասին, կլինի կարճ հարց ու պատասխանի հնարավորություն, որից հետո մենք արդեն կսկսենք ելույթների գրանցումը եւ բուն ելույթները։ Երբ այդ ժամանակը գա, ես հավելյալ կհայտարարեմ։ Իսկ այժմ խոսք եմ փոխանցում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանին հիմնական զեկույցը ներկայացնելու համար։